պետական պարտքը արդեն սկսել են մարել ու բարձր մարել Հայաստանի Հանրապետության թոշակառուները։ Եթե պետական պարտքը վերցրած չլիներ այսքան ու անիմաստ, աննպատակ, բարձ բուն իմաստով աննպատակ, ապա յուրաքանչյուր թոշակառուի թոշակը կարող էր 50,000-ով բարձրանալ։ Հարգելի 500,000 թոշակառուներ, դուք հիմա պետական պարտք եք սպասարկում, որովհետև ձեր թոշակը չի կարող բարձրանալ, չի բարձրացնում։ 1. Երկրորդ, բոլոր բնակարանների եւ անշարժ գույքի սեփականատերերը արդեն բարձր են վճարում գույքահարկը, որպեսզի կարողանան պետական պարտք սպասարկեն։ Բոլոր մանր միջին տնտեսվարող սուբյեկտները կրկնակի հարկ են վճարում, որպեսզի կարողանան պետական պարտք սպասարկեն։ Շրջանառության հարկ են վճարում։ Բոլոր սպառողական վարկեր ունեցող անձին 24%-ով վարկ են ներգրավում, որպեսզի կարողանան պետական պարտք վճարեն։ Հայաստանի Հանրապետության բոլոր սպառում իրականացնող քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում 30% է գնաճ եղել, որ 450 անվանում ապրանք է պարունակում։ Հիմնական սպառման ենթակա ապրանքների դեպքում 40%-ը գերազանցում է նույնիսկ։ Այսինքն սկսել ենք հացը 100 դրամի փոխարեն 140 դրամով ձեռք բերել։ Սկսել ենք, չգիտեմ, յուղերը 700 դրամի փոխարեն 850 դրամով ձեռք բերել, այդ դրանք բոլորը ուղղվում են պետական պարտքի